Հետաքրքիր է, երբ որ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, մենք 3 բացատրություն ենք լսում։ Նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր։ Շնորհակալություն Վճռաբեկ դատարանի նվերի հարցը լուծվեց։ Վճռաբեկ դատարանը հստակ սահմանեց նվեր ստանալու պայմանները, դեպքերը եւ այս հարցով կարծես թե մենք լրացուցիչ տեղեկատվական աղմուկից այսուհետ կազատվենք։ Իհարկե պապիկների եւ տաղանդավոր որդիների հարցը դատարանները դեռ կքննարկեն, բայց մենք կարծում ենք, որ մեր դեմ ուղղորդված եւ շատ անձնական ուղղորդված այս բոլոր խոսքերը իրական հիմքում ունեն սա։ Եվ պնդել, թե ընդամենը մեկ վճիռ կա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առնվազն միամտություն է, որտեղ ձեր փաստաբանները վստահ եմ ձեզ կասեն, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշում կա, ինչը նշանակում է, որ ինձ անձամբ որպես գլխավոր դատախազ հնչած բոլոր սպառնալիքները, որ հեսա կտեսնեք ձեր հայցերի հետ, ինչ է լինում, ես տեսա, որ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում հայտնեց։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո ինչքան էլ ձգձգվեց process-ը, բայց միևնույնն է մենք այսօր ունենք ուղենիշային վճիռ, որը մեզ համար կիրառելի է։